պատմությունը հաճախ կարող է վերածվել ծանր բեռի, որը ստիպում է հասարակություններին պտտվել անցյալի ողբերգությունների արտասովոր շրջապտույտում։ Այդ պատմական իներցիայի ամենավտանգավոր դրսևորումներից մեկը մահվան և նահատակության իդեալականացումն է։ Սակայն մեր նախնիների հիմնադրած հայկյան մշակույթի արարչաբանության աշխարհընկալման առանցքում ընկած է ոչ թե տառապանքի, ողբի, կորստի, այլ արարչագործությամբ հավերժանալու գաղափարը։ Կյանքը ինքնին տիեզերական բարձրագույն դրսևորումն է, իսկ ապրելը, արարելը, ստեղծելը ազգի գլխավոր առաքելությունը։ Տիեզերական օրինաչափությունն ասում է, որ հավերժ ապրում է այն ազգը, որը հաղթել է մահվան վախին։ Հայկական տրամաբանության մեջ մահից չվախեցող և պետականության ու ազգի համար ընկածները բացարձակապես սուրբ են ու վեհ, բայց նրանց սրբությունը բխում է ոչ թե մեռնելու փաստից, այլ այն բարձրագույն նպատակից, որի համար նրանք ընկան։ Դա կյանքն է, ազգի շարունակությունը, ազգի հավերժացումը։ Նրանք գնացին անմահության, ոչ թե նահատակի դափնիներ որոնելու կամ օտարների կարեկցանքին արժանանալու համար, այլ որպեսզի հայոց աշխարհում սերունդները շարունակվեն, կյանքը շարունակվի և սերունդները շարունակեն ապրել, ոչ թե սպանվելու հոգեբանությամբ գոյատևել։ Զոհի ու նահատակի հոգեբանությունը ազգի համար կործանարար է, քանզի այն ազգին դնում է ոչ թե սեփական ճակատագիրը տնօրինելու կարգավիճակում, այլ համաշխարհային գթասրտությանն արժանանալու և հավերժ սպասողի դերում։ Խորանալով պատմական աղբյուրների մեջ տեսնում ենք, որ հայերը կոչվել են արարիչ ազգ, բայց ի տարբերություն շատ այլ ինքնակոչ ընտրյալ ազգերի, այդ անունը հայերը ստացել են դրսում, ազգից դուրս, այդպես կոչել են այլոք։ Իրական արարիչ լինելը իրենից ենթադրում է կյանքի տարածքի կառուցում, իսկ դրա ամենակենսական դրսևորումը պետականությունն է։ Վեհ, ազնիվ ու գեղեցիկ մահից զատ բավականին բարդ է տասնամյակներ շարունակ համբերությամբ, սառը դատողությամբ, կենսական ուժով ապրեցնել և հզորացնել այդ պետությունը, ապրել տվյալ պետության համար։ Սակայն հենց այս բարդ ճանապարհն է կենդանի ազգի միակ ճշմարիտ ուղին։ Օրինակ, նահատակը կարող է մեռնել ինչ-որ կրոնի գաղափարի համար այն երազային պատրանքով, որ մի օր իր սրբերի հետ միասին հարություն կառնի և այդպիսով կհավերժանա։ Սակայն պետականության և ազգի համար ընկածները նրանք իրապես հավերժություն գծողներն են սերնդի և ազգի համար, որովհետև հայկական տրամաբանության, հայկական մշակույթի ուսմունքի մեջ կա հետևյալ գաղափարախոսությունը, որ անմահությունը ոչ թե ինչ-որ միստիկ կրոնական գաղափար է, այլ իրապես անմահությունը սերնդատվությունն է և քո սերունդների միջոցով և նրանց մեջ հավերժանալը։ Իսկ մենք որպես հայք միշտ պետք է հիշենք անմահ մի հրականի պատգամը, որը մեր մշակույթի անբաժանելի մասն է կազմում, որը մեր արմատն է։ Եթե քո թշնամին հանդգնի մտքովից կանցկացնել որևէ չար խորհուրդ, քո տան և քո զարմի հանդեպ նախահարձակ եղիր և ջնջիր նրա տոհմն ու շառավիղը արմատից և ջախջախիր նրա տունը մինչև հիմքը և հատակը։ Այսպիսով հայկազյան մշակույթի մեջ իրական անմահությունը ազգի շարունակությունն է։